Եվրոպայի հայեր ջան, ուզում եմ անդրադառնամ մի վիդեոյի, որը Hermes Armenia-ի կողմից արել եմ, լագերների գողության հետ կապված։ Նպատակս եղել է մենակ մի բան, որ իմ Եվրոպայի հայերին իմ հնարավորությունների եւ Hermes Armenia-ի հնարավորությունների մեջ եւ ավել օգնենք, այլ ոչ թե վիրավորենք։ Կարող է արագ-արագ խոսացել եմ, իմ միտքս չեմ կարողացել արտահայտել այն ինչ որ ուզում եմ, բայց նպատակս չի եղել վիրավորել, այն նպատակս եղել է իմ Եվրոպայի, ձեր Եվրոպայի հայերին աջակցել մեր հնարավորությունների մեջ եւ դուրս օգնել։ Եվս մեկ անգամ, եթե վիրավորել եմ կամ իմ բառերի մեջ չեմ կարողացել ճիշտ միտքս արտահայտել, մարդիկ տարբեր ձև են հասկացել, ես ամբողջ հայերից իմ Եվրոպայի բացի ամբողջ մոլորակի հայերից ներողություն եմ խնդրում, որ ճիշտ չեմ կարողացել արտահայտել իմ միտքը ու նիդարազումենի պահ է եղել։ Եվրոպայի հայեր ջան, ինձ կներեք։ Չի կարա մի մարդ, ես, որ իմ ընտանիքին անդրադառնում են շատ չար մարդիկ, հայրանքներ, կոմենտների տեսքով, տեսել եք այսքան ժամանակ, մեկին մի հատ վատ բան ասեմ կամ իրան հայոյեմ։ Չեք տեսել, չէ՞։ Բա ոնց կարա մի մարդ տենց որ ոչ մեկին չի վիրավորում, իրան կֆուրանողին չի հելնում աբարոտկա ֆռում, վիդեոների տեսքով սոցհարտակներում, վդրուկ հելնի մարդկանց վիրավորի։ Հիմա կասես, բա սենց ես ասեն, նենց ես ասեն, միտքը չի եղել են, միտքը եղել է այն մարդիկ, ովքեր ունեն դժվարություններ, դժվարություններից հելնելով ստիպված են եղել գնան գողություն, անօրինական ապրել, լիքը անօրինակալ կրիմինալ քայլեր անել, որ իրանց կյանքը, իրանց ընտանիքին պահել, միտքը եղել է, որ Hermes Armenia-ն կարա օգնի շատ շատերին, տանի օրինական դաշտ եւ մարդիկ ապրեն պարկեշտ, ոչ օրենքին դեմ։ Էդի նկատի ունեմ։ Թե հիմա շատ մարդիկ գողությունը սադրում են, չգիտեմ իրանք ինչ կյանքով են ապրում, ես ապրում եմ Հիսուս Քրիստոսի օրենքով եւ հետեւում եմ Հիսուս Քրիստոսին։ Ես գողությունը չեմ ընդունում, ու եթե ելի եմ ասում կամ մարդիկ, որ ես արտահայտություն եմ արել, ներողություն ասելուց չեմ ամանչի։ Պետք լինի 1000 անգամ եք ասեմ, որ իմ հային Աստծո ստեղծած մարդուն չվիրավորեմ։ Եթե մարդկանց նեղացրել եմ իմ արտահայտություններով, ճիշտ չեմ կարողացել բացատրել, ինձ կներեք։ Հուսով ենք այս վիդեոից հետո շատերս կհանգստանան ու կանցնեն ավելի լուրջ գործերի։ Մի հատ եմ ասում, կներեք, Աստված օրհնի բոլորին, ապրենք երջանիկ։